Հայաստանը 4-րդ անգամ է կազմակերպում նետաձգության միջազգային առաջնություն։ 2 Գրանպրի և 1 Եվրոպայի պատանիների առաջնություն է անցկացվել Էջմիածնի Արա և Այծեմնիկ մարզական ակումբում։ 4-րդը Եվրոպայի 21-րդ առաջնությունն է։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա է Հայաստանի նախագահը։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել 2014 թվականի հուլիսի 21-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Եվրոպայի 21-րդ առաջնությունը նետաձգության։ Առաջնության բացմանը ներկա են նաև Նետաձգության համաշխարհային ֆեդերացիայի և Եվրոպայի կազմակերպության նախագահները։ Այս առաջնությունը վարկանիշային է ինչպես գալիք տարի ամռանը կայանալիք եվրոպական, այնպես էլ Ռիո 2016-ի օլիմպիական խաղերի համար։ Վստահ եմ նախորդ առաջնությունների կազմակերպչական փորձը հնարավորություն կտա այս մեկը նույնպես անցկացնել բարձր մակարդակով։ 2014-ի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է եվրոպական խաղերից առաջ։ Բացի այդ, այս առաջնությունը լավ փորձություն է եվրոպական մի շարք պատվիրակությունների համար, որոնք նպատակ ունեն գլխավոր դեր խաղալ 2016-ին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ժամանակ։ 39 երկրից 272 մարզիկ է Հայաստան եկել, ընդհանուր հյուրերի քանակը մոտ 450 է, 8 Ադրբեջանից են, 2 մարզիչ և 6 մարզիկ։ Նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի պահանջն է եղել, եթե Հայաստանում անցկացվող առաջնությանը Ադրբեջանը չմասնակցի, հաջորդ տարի Բաքվում կայանալիք եվրոպական խաղերի մասնակցության իրավունք չի ստանա։ Սովորական եկել են մասնակցում են Եվրոպայի օրենքով, կապ չունի երկիրը, որը ընդունում է ունի իր դոպուսկը, եթե չմասնակցից իրան չեն թույլ տա մասնակցի մրցմանը օլիմպիադային։ Հայաստանի 60 նետաձիգներից առաջնությանը մասնակցում են լավագույն 6-ը, 3 աղջիկ, 3 տղա։ Մարզիկները լուրջ են տրամադրված, նրանց մարզավիճակից մարզիչը գոհ է, բայց ակնկալվող արդյունքների մասին խոսել չի շտապում։ Սպորտ է, կմասնակցենք, կտեսնենք։ Ժամանակից ու չի կարելի խոսել դրա մասին։ Ազնիվ Կարապետյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։